մենք խոսեցինք այն մասին, որ այս իշխանությունը ընդդիմության ձայնը լրացնելու համար տարբեր իր գործիքակազմեր այս տարիների ընթացքում օգտագործել, տեսնում ենք սարսափելի սուտ, կեղծիք, Բաքրատ Սրբազանի հետ կապված չի, ամեն դատական գործընթացի ժամանակ մի այսպես լույս է սփռվում, տեսնում ենք թե ինչ խայտառակ գործ են կարել, ձայնագրությունները ինչպես են խմբագրել, սարքել իրենց ուզած տարբերակով, որպեսզի մեկ նպատակի համար, որ Բաքրատ Սրբազանին ու իր թիմակիցներին, այդ բոլոր մարդկանց 17 արդարներին, ինչպես ասում ենք, ահաբեկիչ ներկայացնեն։ Տեսանք ինչ խայտառակ կեղծիք Արշակ Սրբազանի հետ կապված ընդամենը 3 է բացահայտվել միջազգային փորձագիտություն ասում է որ սարքված են այդ անվայելու չէ, այդ չգիտեմ ինչ անուն դնել այդ տեսանյութերը գիտես արդեն ինչի մասին է խոսքը։ Այսինքն սրանց ստերի փուչիկը անընդհատ այսպես պայթում է իրար հետևից, դրան էլ գումարած Ալիևն է նպաստում խաղաղության փուչիկի պայթեցմանը։ Բայց ես ուզում եմ դառնալ անձամբ քեզ հետ կատարվողին, դու եւս այն մարդկանց դաշտում ես, որն այս իշխանության թիրախում է եւ բավական երկար ժամանակ ես նայրի, որտեւ դու ճշմարտախոս մարդ ես, բացահայտեցի շատ բաներ դեռ տարիներ առաջ պատերազմական իրողությունների հետ կապված, որոնք չէր ցանկանա Նիկոլ Փաշինյանը բնականաբար լսել, դու համարձակորեն դա արեցիր եւ դու նրանց թիրախում ես։ Եվ հիմա նորից հերթական քրեական գործը քո դեմ մի փոքր ներկայացրու, խնդրեմ, որովհետեւ բոլորս մտահոգվեցինք, ես էլ տեսա քո գրառումը քո անշարժ գույքի բնակարանի հետ կապված ինչ-որ կալանքի տակ, ինչ է կատարում, լավ, ինչ են ուզում, հասկանալի է, լռեցնել են ուզում Նայիրի Հոխիկյանին, թեպետ քո տեսակը լռող չէ, ես հասկանում եմ, բայց ինչքանով է վտանգավոր այս նոր հարուցված գործը։ Առավելագույնը պիտի կալանավորեն, օրինակ, դե ասենք, եթե Բագրատ Սրբազանի նման մարդը կալանքի տակ է, ես ով եմ, որ ես կալանքի տակ չլինեմ։ Իսկ ընդհանրապես, այսպես ասեմ, այո, դեռ 2021 թվականից է սկսվել հետապնդումը իմ դեմ, այն պահից հետո, երբ ես մերժեցի Խաչատուր Սուքիասյանին, մերժեցի այս իշխանությանը, ամեն կերպ մերժեցի իրենց հետ ճանապարհ գնալ, դրանից հետո սկսվեցի։ Նախ 2021 թվականի հունվարին, երբ որ Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպում տեղի ունեցավ եւ եղան առաջարկներ եւ ես ասացի ռուսների սիրելի բառը, արտահայտությունը, դրանից հետո իրենք գնացին իմ ասած ուղղությամբ, որ ես իրենց ուղարկեցի, բայց սկսվեց առաջին այսպես քարոզչական հարձակումը իմ դեմ այն առումով, որ իբր թե ինձ սարքեցին Քոչարյանական։ Հիշում եք, շատ են տարածում Քոչարյանական, ես կողմ են կողմ, ես Ռոբերտ Քոչարյանի հետ բազմիցս հանդիպել եմ, շատ հարգում եմ այդ մարդուն եւ երբեք չեմ թաքցրել, որ ունեմ հարգանք իր նկատմամբ, որպես մեր նախագահներից մեկը, ով չի դավաճանել այս երկիրը։ Բայց ես Քոչարյանի թիմի մեջ երբեք չեմ եղել։ Ես դաշնակցությանը շատ հարգում եմ, բայց դաշնակցական չեմ։ Բայց սրանք ամեն կերպ նախ փորձեցին վարկաբեկել ինձ։ Չստացվեց։ Կամ ստացվեց ինչ որ մարդկանց մոտ, մարդիկ ովքեր հիմար են, կարող էին եւ հավատալ, իրենց խնդիրն է։ Հետո սկսվեց Լապշինի հայտնի գործը։ Երբ որ հրյա բլոգեր Ալեքսանդր Լապշին ինձ մանրամասն պատմել էր, ձայնային հաղորդագրություններ էր ուղարկել, հետո երբ որ ես Լապշինին խնդրում ու պահանջում էի, որ հրապարակիր, այդ թվում բաներ, որ Լապշինն ասում էր, գիտես, ես վախենում եմ խոսել այն մասին, որ Նիկոլը պատերազմից առաջ ասել է, որ Արցախը հանձնելու է մի քանի հազար զոհ եւ այլն, ասում էր, գիտես, Նիկոլը ինձ կսպանի, դրա համար կմեղադրի Ռոբերտ Քոչարյանին եւ այլն, այդ բոլոր ձայնային հաղորդագրությունները կան։ 21 թվականին ԱԱԾ-ն ինձ հարցաքննության հրավիրեց եւ տեղում բռնությամբ վերցրեց հեռախոսս, մտածելով, որ այդ հեռախոսը բռնագրավելով իրենք բոլոր փաստական ապացույցները կվերացնեն։ Իհարկե ես միամիտ մարդ չէի։ Ես նախորոք այդ բոլոր ձայնային հաղորդագրությունները ուղարկել էի Արցախ, այն ժամանակ Արցախը մերն էր։ Արցախի մեր հայրենակիցները դրանք ապահով տեղում պահել էին եւ երբ իրենք դատարան դիմեցին Ուկրաինայում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, հայցով եւ այլն, դատարան դիմեցին, վստահ էին, որ ես փաստեր չունեմ։ Ես փաստերը բերեցի, 2 տարուց ավել դատական գործընթաց եղավ եւ իրականում ես հաղթեցի, որովհետև փաստերը ապացուցեցին ամեն ինչ, բայց դատարանը մարտի 27-ին 23 թվականի, մարտի 27-ին պիտի վճիռ կայացներ
եւ հանկարծ դատավորին կանչեցին հակակոռուպցիոն դատարան։ Ինչ որ մի կոռուպցիայի գործով, կաշառքի գործով։ Եվ հանկարծ դատավճիռը 2 օր հետաձգվեց։ 2 օր հետո մարտի 29-ին վճիռը պիտի հրապարակվեր, բայց մինչև վճիռի հրապարակելը իշխանական լրատվամիջոցները եւ բարձրագույն դատական խորհուրդը, ԲԴԽ մամուլի խոսնակով, բանով եւ այլն սկսեցին տարածել, բա չեք ասի Նաիրի Հոխիկյանի դեմ վճիռ է կայացվել ի օգուտ իշխանության Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի։ Ես պարզ հարց եմ տալիս, եթե վճիռը հրապարակված չի, եթե ոչ դատալեքսում կա, ոչ որևէ տեղում կա, բա իշխանությունը, բա ԲԴԽ-ն, այն իշխանական մեդիան որտեղից իմացան, այդպես աղմուկ տարածեցին։ Հետևաբար, ես ասացի, ուրեմն դատավորը իշխանության պատվերն է կատարում։ Այս հիման վրա, այս իմ հայտարարության քրեական գործ հարուցվեց, քրեական գործի իհարկե ապօրինի էր այն առումով, որ բացարձակ չէր համապատասխանում քրեական օրենսգրքի 489 հոդվածին, մինչև հիմա քննությունը գնում է 4 դատավոր հրաժարվել է, որից 3-ը ինքնաբացարկ է հայտնել, մեկը Արտուշ Գաբրիելյանը ձերբակալվեց, կալանավորվեց այլ գործով իհարկե, իդեպ վերջին գործը իմն էր։ Վերջին օրը դատական նիստի ժամանակ ասացի, որ ձեզ էլ է օգտագործելու Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ օրը ԱԱԾ-ն մտավ եւ կալանավորեց այդ մարդուն։ Հիմա կարծեմ 5-րդ դատավորն է, ես չգիտեմ այս դատավորը ինչ վարքագիծ կցուցաբերի, բայց դեռ այսպես ձգում են։ Մի օր դատախազն ասում է հիվանդ եմ եւ ինձ առողջ ապրելակերպ է պետք, չի գալիս։ Ամիսներ շարունակ չի գալիս դատախազը դատի, ասում է ինձ առողջ ապրելակերպ է պետք։ Ասում ենք, բա որ այս 9 տարի մենք անառողջ ապրելակերպով ենք ապրում այս հրեշների ձեռքին, այդ ոնց ենք դիմանում, դուք մի օր մրսել եք կամ փորլուծություն ունեք, չգիտեմ ինչ բան առողջ ապրելակերպ։ Դե իրենք էլ չեն դիմանում, էլի։ Ես իրենց էլ եմ հասկանում, որ չեն կարող ոնց ապացուցեն անմեղությունը։ Հետո էլի դատական գործեր, մյուսը վերաբերում է կոնկրետ Դանիել Հովհաննիսյանը չի կատարել, այսինքն դիմել էր դատարան, դատավորը լրիվ անհիմն կերպով ինչ որ վճիռներ էր կայացրել, որը մենք բողոքարկել էինք, եւ վերաքննիչը ոչ թե իմ դեմ վճիռ կայացրեց, այլ Դանիել Հովհաննիսյանի եւ պարտադրեց, որպեսզի նա ինձ փոխհատուցի իմ կորուստների, ֆինանսական կորուստների համար։ Մինչև հիմա այսպես տանում է բերում, բայց դեռ չի կատարել։ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան, որ ես իրեն անվանել եմ պոռնո դերասան։ Ամբողջ ինտերնետը լցված է այդ մարդու դերերով, ինքը նեղանում է, որ ես իրեն պոռնո դերասան եմ անվանել։ Առաջին Ատյանի դատարանը մերժեց Ալեն Սիմոնյանին։ Վերաքննիչ դատարանը մերժեց։ Վճռաբեկ դատարանը բեկանեց գործը, համարելով, որ առաջին Ատյանի դատարանը չի հուշել, չի օգնել Ալեն Սիմոնյանի փաստաբանական խմբին իր պարտականությունների եւ իրավունքների մասին։ Հիմա նորից գործը եկել է սկիզբ եւ նորից պիտի ես ապացուցեմ, որ Ալեն Սիմոնյանը պոռնո դերասան է, ինքն էլ պիտի ապացուցի, որ ինքը պոռնո դերասան չի։ Ես պատկերացնում ինչ հետաքրքիր դատավարություն հրավիրում եմ եկեք դատավարության մանավանդ այդ բոլոր փաստերը կան, որ դու ապացուցես Նաիրի, վստահ եմ։ Ինտերնետը լիքն է նրա կատարած։ Հիմա ես որ ասեմ, այդ մարդը մեռելի դերել է կատարել, մահացած մարդու դեր է կատարել։ Հիմա որ ես ասեմ այդ մասին, պիտի նորից դատի տա։ Բայց փաստը կա, չէ՞ որ արի զգուշ լինեն, քանի իրենք իշխանության են, ինչպես ասում են, գրիչնել է իրենց ձեռքը, թուխնել ամեն ինչի սրանք գնում է։ Իրենց ձեռքը ոչ մի բան չկա, ես ձեզ հավատացնում եմ։ Ինչը որ իրենց ձեռքը կլինի հունիսի 7-ից հետո, ես կասեմ։ Իսկ ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին։ Խաչատուր Սուքիասյանը 25 թվականի դեկտեմբերին ամերիկյան մի լրատվամիջոց հրապարակել է հոդված, որտեղ պատմում է, որ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, մյուսները ըստ ամերիկյան լրատվամիջոցի զբաղվում են թմրաբիզնեսով եւ մարմնավաճառների բիզնեսով։ Եվ դա տարածվեց, բոլոր լրատվամիջոցները դրեցին, այո։ Խաչատուր Սուքիասյանը դիմել է դատարան, պահանջելով, որ ես հերքեմ ամերիկյան լրատվամիջոցի ասածը։ Ակունք իմաստության։ Սա իհարկե շատ վատ նախադեպ է իրականում։ Դե հիմա դատավորն էլ չգիտես ինչու որոշել է իմ ունեցվածքի, բանկային հաշիվների, բնակարանի, մեքենայի վրա արգելանք դնել, որ ինչ,
որի ինչ ես դեռ դատը չկա, դեռ ինչ ծանոթագիր չեն ուղարկել, դեռ որևէ փաստաթուղթ չեն ուղարկել, ես հասկանամ ինչի հիման վրա։ Գիտեն, որ միևնույն է շահելու, ես մտածում եմ, իսկ այս գլխից արդեն վնասենք ես։ Ավելին ասեմ, ունեմ ընկերներ, որոնք որոշակի ֆինանսական, այսպես ունեցվածք ունեն, այս մարդկանց այսպես բարեկամաբար զգուշացրել են, որ հանկարծ չփորձեք Հոխիկյանին օգնել, որտեվ դուք էլ վատ վիճակում կընկնեք։ Այնքան ճղճում են, սրանք չեն հասկանում, որ ես այնքան օգնող մարդիկ ունեմ, կամ ես որևէ այդպես բան չեմ, էլի սոված մնացող չեմ։ Նույնիսկ բայց եթե սոված մնամ, ոչ ճամբար եմ փոխելու, ոչ ուրանալու եմ իմ հայրենիքն ու եկեղեցին, ոչ էլ իրենց նման թուրք եմ դառնալու։